Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը առաջարկ էր արել հուլիսի 1-ից 5-ը հայոյախոսության և հիբրիդային թիրախավորման փոխարեն անցնել քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, իբր վետո էր դրել իր պարականոն բառապաշարի և խոսույթի վրա։ Նիկոլ Փաշինյան, դուք և ձեր հայոյախոս ընդդիմախոսները նույն դաշտում եք գործում։ Դուք և ձեր երանելի խորհրդարանական ընդդիմությունը, ձեր և նրանց մեդիա ռեսուրսները, ձեր և նրանց ֆեյքային ոհմակները հենց սկզբից էլ առաջնորդվել են վիրավորանքների և հայոյախոսության մարտավարությամբ, համակարգված և մասշտաբային ատելություն և աղբ եք բոլորով տարածել։ Հիմա ինչի մասին եք խոսում, ում եք առաջարկներ անում։ Առաջարկեք իրար և կամ դրսևորեք հրաժարվել ֆեյքային որջերից, չեք կարող, չէ՞, բա ով ձեզ պետք է գովա, ով ձեր քննադատներին պետք է հայոյի։ Իսկ քաղաքակիրթ մարդիկ և ուժերը ոնց կային այդպես էլ մնացել են, և նրանց հայոյանք ու վիրավորանք պետք չի ձեր ու ձեր սիրելի նախկիններին առողջ քննադատության ենթարկելու համար։ Դուք վիրավորանքների և հայոյանքների տակ ոչնչացնում եք սթափ և առողջ բանավեճը, կոծկում ձեր տապալումները, այնպես որ նոր հեծանիվ չեք կարող հորինել։ Ժողովուրդը ձեզ չի հավատում այլևս։ Ձեր գործը ժողովրդին վախեցնելն է նախկիններով, նրանց գործը ձեզ անընդհատ պարտվելն է, և բոլորդ գոհ եք։ Սակայն ոչինչ հավես չի, ինչպես ձեր և ձեր երանելի նախկինների իշխանությունը։ Քաղաքական սերնդափոխությունը անխուսափելի է։ Հայաստանը 34 տարի շարունակ ծնկի բերածները հեռացվելու են քաղաքական դաշտից մեկ ընդմիշտ։